Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հոբելյանական ցուցադրությամբ է նշում հայ եւ խորհրդային կինոյի մեծատաղանդ ռեժիսոր Էդմոնդ Քիոսայանի ծննդյան 90-ամյակը, որի ֆիլմերը ֆենոմենալ ժողովրդականություն էին վայելում ամբողջ խորհրդային միության տարածքում։ Այն կինոդարաշրջանը, որում ստեղծագործում էր հայտնի ռեժիսորը, վաղուց ավարտվել է, բայց նրա ֆիլմերը ժամանակի հետ միայն ավելի մեծ գրավչություն են ձեռք բերում եւ իր ժամանակից դուրս էլ նա արժանանում է ամենաբարձր գնահատանքին։ Ինձ համար ապշելու գնահատական էր, երբ մի ռուսական հաղորդման մեջ Ալեքսանդր Շպագինը բական լավ կինոգետ է եւ ինքը ասաց 60-ականների այդ բույլը վառ անհատականությունների, որ գիկում այդպես լցվել էին ուղակի այդ վերելքի այդ ժամանակաշրջանում, ասաց Տարկովսկի, Շուկշին, այդպես շատ անուններ տվեց եւ ասաց, բայց բոլորը գիտեին, որ ամենավառ տաղանդը, ամենատաղանդավորը կեսն է։ Ու ես իմացա այդտեղից, որ իրեն կես, այդպես են այնտեղ այդ ժամանակ կարճ անվանել։ Գրականության եւ արվեստի թանգարանի ցուցանմուշները շատ բան են պատմում ռեժիսորի կյանքի եւ վայրի վերումներով լեցուն ստեղծագործական ճանապարհի մասին։ Անձնական փաստաթղթեր, վավերագրեր, եզակի լուսանկարներ, մոռացված հեքիաթների կիրճը, ֆիլմի սցենարը, Ստեփան Անդրանիկյանի էսքիզները հուսոաստղ ֆիլմի համար։ 90-ամյա Հոբելյանը առիթ է տաղանդաշատ ռեժիսորի ժառանգությունը վերարժևորելու համար։ Նրա հավատամքն էր, որ սերը տիեզերքի հիմքն է։ Արմեն Ջիգարխանյանի բնորոշմամբ այդ սիրով էր Քիոսայանը ստեղծագործական մթնոլորտ ստեղծում, որն էլ նրա արվեստի ուժն ու հմայքն է։ Քիոսայանին համամիութենական սեր եւ ճանաչում բերեց Անորսալի վրիժառուների մասին ֆիլմաշարը, որը արկածային ժանրի լավագույններից էր խորհրդային կինոյում։ Քիոսայանի հզոր անհատականությունն ու խարիզման մեծ ցկողականության ուժ էին հաղորդում նրա ֆիլմերին, որոնք ամենամեծ լսարանն ունեին ԽՍՀՄ-ում։ 1970-ականներին, երբ ռեժիսորն արդեն համամիութենական մեծ ճանաչում ուներ, սկսեց ֆիլմեր նկարահանել նաեւ հայ ֆիլմում։ Դա մեզ համար հետո նվեր եղավ, որովհետև ինքը եկավ հայ ֆիլմ եւ փաստորեն, այդպես ասենք, այն հարթության մեջ կայացած լինելով եւ հայ կինոյի համար, հայ կինոյում աշխատեց, հայ կինոյի համար գործ ստեղծեց, գործեր, ընդ որում տղամարդիկ կատակերգությունը կարելի է ասել բացառիկ է համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այդ ֆիլմը պետք է նայել այն մանրամասն դիտելու ֆիլմերից է։ Նույնիսկ նրանք, ովքեր մի քանի անգամ դիտել են, եթե հանկարծ նորից տրամադրվեն եւ սկսեն սկզբից դիտրեից սկսած նայել, այնքան նոր բան կգտնեն այդտեղ, որ նախորդ ընկալումների ընթացքում բաց են թողել։ Այդ աստիճան կատարյալ կատակերգություն է։ Ռեժիսորի վերջին գործը Ստալինյան բռնաճնշումների զոհերի մասին 1989-ին նկարահանված Համբարձում ֆիլմն էր, որը նաև անձնական պատմություն էր, նվիրված իր ընտանիքին։ Նոնե Ալեքսանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։